խոսած ժողովից 2 օր առաջ դատախազությունը քրեական գործ է հարուցել հայ առաքելական եկեղեցու հովապետի նկատմամբ եւ արգելել Գարեգին II-ին լքել երկիրը։ Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ամենայն հայ կաթողիկոսի նկատմամբ եւ քննիչն էլ փորձել է հարցակնել վերապար հայրապետի։ Փաստաբան Արա Զոհրաբյանը մանրամասնում է, որ կաթողիկոսը մեղադրվում է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, մի գործով, որով շաբաթներ առաջ մեղադրվեցին եկեղեցու 6 բարձրաստիճան հոգևորականներ, այդպիսով անհնար դարձնելով նաև նրանց մասնակցությունը Ավստրիայի ժողովին։ Սա ուղիղ միջամտություն է եկեղեցու ներքին գործերին։ Դուք լավ գիտեք, որ Ավստրիայում փետրվարի 16-ից 19-ը տեղի ունենալու եպիսկոպոսաժողով եւ այս գործողությամբ Ինչպես նաև վերապար հայրապետի ելքի արգելք։ Եթե ձայնը լսվում է, կխնդրեմ արձագանքեք, ձայն կա թե չէ։ Այս գործը վերաբերում է վարչապետի հակակաթողիկոսական արշավին միացած 10 եպիսկոպոսներից Գևորգ Սրբազանին։ Կաթողիկոսը պաշտոնանկ էր արել նրան, իսկ դատարանը պարտավորեցրել էր վերականգնել հոգևորականին իր պաշտոնին։ Մայրաթորը սակայն չվերականգնեց ու կարգալույց արեց նրան, հայտարարելով, որ այս հարցերը դատարանի տիրույթում չեն։ Սա միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը։ Քննչականը սա համարեց դատական ակտի խոչընդոտում ու փաստորեն գործը հասավ ամենայն հայոց կաթողիկոսին։ Դատախազությունից այս պահին հրաժարվում են որևէ տեղեկություն հաղորդել։ Մայրաթորն էլ դեռ հայտարարություն չի արել, այս պահին անորոշ է մնում Ավստրիայի ժողովի ճակատագիրը։ Հակազդեցություն է լինելու եւ շատ կոշտ հակազդեցություն է լինելու, որ քայլեր լինելու են 3 բաց տեքստով հասկացնում է վարչապետ Փաշինյանը, որ արդեն 8 ամիս է փորձում է գահանկեցանել վեհապարին։ Դավադիր պլանում ներգրավելը արդեն լրջորեն խաթարում է Հայաստանի պետական անվտանգությունը եւ Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում դիտորդի նման հետևել։ Կուսակրոնության ուխտը եկեղեցու կանոնադրությունը խախտելուց, օտար երկրներին ծառայելուց, ծայրահեղականության մեջ մեղադրելուց հետո Փաշինյանը 3 արդեն մի նոր թեզ հնչեցրեց եկեղեցու դեմ, ընդ որում ինչպես նախորդ դեպքերում այս անգամ էլ ոչ մի կոնկրետ ապացույց չբերելով վկայակոչեց հատուկ ծառայություններին։ Այս պատմությունը կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանելն է եւ ես դա թույլ չեմ տալու։ Ուրեմն ժողովուրդ ջան, այսօր քրեական գործ է հարուցվել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի նկատմամբ եւ քրեական գործը հասվեց ռեպորտաժում ինչի մասին է, այն մասին է, որ դատարանը որոշել է, դատարանը որոշի, որ կաթողիկոսը պետք է մեկին կնքի։ Ոնց կաթողիկոսն է ասի իմ հավատքի մեջ չի, մեր դոգմայի մեջ չի մտնում հայ առաքելական Սուրբ եկեղեցու, հետ ասեն դե քանի որ դատարանի որոշումը չես կատարում, դրա համար քո նկատմամբ քրեական գործ է հարուցում։ Բարձր քրեական գործը հարուցվել է մի բանի համար նաև, որ ելքը փակվի կաթողիկոսի, որ Հայաստանից չկարողանա դուրս գալ եւ Հայաստանից դուրս չկարողանան կազմակերպել ժողովը, որին չի կարող միջամտել գործող իշխանությունները։ Եվ դրա համար նախ վարչապետը J.D. Vance-ի այցից հետո հարցազրույց տվեց, ԱՄՆ փոխնախագահի այցից հետո հարցազրույց տվեց եւ ասաց, որ տեսեք աշխարհում օրինակ ասես կարող կոռեկտ չի, էլի, այս ոչ կոռեկտ բան համեմատություն եմ անում, ասեց, չասես կներեք ոչ կոռեկտ, ասես ոչ կոռեկտ չի, բայց ասեց կա չէ աշխարհում ծայրահեղ իսլամ, դա ֆունդամենտալիզմն է, էլի իսլամական։ Դե ասում Հայաստանում էլ ոնց որ էս ասում, մտել են քաղաքականություն, բան, այսինքն հայ առաքելական Սուրբ եկեղեցուն համեմատեց ծայրահեղական իսլամիզմի հետ։ Այդ հայտարարությունից հետո բրիֆինգի ժամանակ երեկոյան նոր բան ասեց։ Միշտ իշեք, միշտ ինչ որ թեզա դրում շրջանառության մեջ, որը բնականաբար միշտ ուշադիր եղեք, միշտ իրականության հետ կապ չունենում, բացարձակապես իրականությանը չի, որևէ աղերս չի ունենում, թեզ դրվեց, որ փորձ են անում կաթողիկոսությունը տանել Հայաստանից, եւ քանի որ ժողովրդի համար ավելի տենց ինչ որ զգացական բան լինի, Էջմիածնի գանձերին ուզում են տիրանան։ Այնտեղ ոչ մարդիկ ասեն ոնց Էջմիածնի գանձերին են ուզում տիրանան, բան, դե ինքը գիտի, ինքը դրա մասնագետն է, գիտի։ Հա ինքը նայեք։ Ինքը գիտի։ Թույլ չեմ տալու։ Թույլ չի տալու։ Եթե դրա համար պետք է լինի լրացուցիչ միջոցներ ձեռնարկվել, կձեռնարկվեն լրացուցիչ։ Մարդը ասում է, պարզ։ Ասում է, թույլ չեմ տալու լրացուցիչ միջոցներ եմ ձեռնարկելու, ամեն ինչ անելու եմ, սաղ անելու եմ, ասում է։ Այդ որ ասեմ ինքը գիտի, պրոբլեմը եք ինչի մեջ է, ինքը գիտի, ես է գիտեմ, որ ինքը գիտի ինչ է անում, ես մի ամիս առաջ ասում եմ ինքը ինչ է անելու, բոլորը նայում են ասում են, ախր սահմաններ կան, որ այդ սահմանները ոնց կարող անցնեն, կարմիր գծեր կան, չէ որ բան տենց ինչ-որ, տպավորություն ունեմ, որ նաև մեր հոգևորականության մեջ, առաջնորդների մոտ հոգևոր բան կա, օպտիմիզմ կա, որ դե լավ սահմաններ կա, նա չի հատի այդ սահմանները։
Դե լավ, ամեն դեպքում, այսինքն դες տպավորություն կա, որտես մտածում եմ, որ դե ինքը բարի մարդ է, լավ մարդ է, չի անի էլի, դե միայն ինչ-որ բաներ անում է, բայց ով մինչև վերջ չի դնի ու այդ եսի մինչեր անի, սենց։ Ու, ասենք, դաս չի եղել այն, որ, օրինակ, Սամվել Կարապետյանը, Forbes-ով հայ միլիարդատերը, այդ մակարդակում միակը, գալիս է Հայաստան, իր անձնական առիթով եւ հետո ասենք ի պաշտպանություն եկեղեցու կարճ հայտարարություն անում, ասենք 30 վայրկյանանոց այդ մարդը մինչև այսօր կալանավորված է։ Մինչև այսօր կալանավորված է։ Այսինքն ես չեմ հասկանում, էլի, եթե այս մարդը լուրջ չի խոսում, այս մարդը ուր է այս մարդը մի րոպե։ Եթե այս մարդը Այդ մարդկանց նպատակը կաթողիկոսությունը Հայաստանից անել։ Տեսեք, կաթողիկոսությունը Հայաստանից Գանձերի հետ միասին։ Մենք դա թույլ չենք տա։ Գանձերը, Պաշտոնապես չի արձագանքել Փաշինյանի։ Գանձերի պաշտպանն է ինքը, գանձերն է ուզում պաշտպանել։ Այսինքն, եթե տպավորություն կա մտածում եք, որ այս մարդը անլուրջ մարդ է, Ժողովուրդ ջան, մեռանք ձեզ ասելով, որ այս մարդը լուրջ մարդ, անլուրջ մարդ չի։ Ինքը պլանավորը ման գծում է, գիտի որ է, ինչն է հայտարարում, մի օր մի քիչ ջղայնա խոսում նյարդային, մի օր sense հանգիստ, համեստ, իբր sense շատ հոգնել աշխատանքից հետո, մի օր մի քիչ խեղճացած է խոսում, մի օր գորգորում է։ Ախր այս մարդը սաղ պլանավորած անում է։ Ես մի ամիս ասում եմ քրեական գործ են հարուցելու, կաթողիկոսի ելքը փակել են, բոլորը sense ասում են։ Դա չի, սահմաններ կան, հայոց պատմության մեջ նման բան չի եղել, չգիտեմ, հնարավոր չէ նման բան անել, ես ուզում եմ դիմեմ ժողովրդին, սիրելի հայրենակիցներ։ Գիտեք, սա այն հարցը չի էլի, բանը, ինչ որ մարդիկ կան սիրում են Վեհափար Հայրապետին, ինչ որ մարդիկ կան չեն սիրում։ Ոչ իհարկե մեր եկեղեցում ոնց է Վեհափար Հայրապետն էլ է մարդ։ Ասենք ինչ որ մարդիկ կան չեն սիրում, ինչ որ մարդիկ կան սիրում, ինչ որ մարդիկ կան պաշտպանում են, ինչ որ մարդիկ կան անտարբեր են։ Բայց ես ուզում եմ բոլոր նրանց ովքեր որ նաև չեն սիրում, անհավատ են, չգիտեմ ինչ են անում եւ բոլորը իմացեք, որ մենք ազգովի, որպես հայ ազգ, հայ, որպես պետություն, ամբողջ աշխարհում մենք խայտարակ ենք լինում։ Եվ այստեղ էսեն հարցը չի որ ով է սիրում, ով չի սիրում, ով է Փաշինյանական, ով չի Փաշինյանական։ Անկամ նրանք որ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն են, որ այստեղ խոսում են։ Իրանք էլ են աշխարհում մեկ խայտարակ լինում, որպես հայ ազգ, որտեվ հայ ազգի եկեղեցու ղեկավարի նկատմամբ շինծու քրեական գործ է հարուցվել, կեղծիկ։ Անկամ հայմատություններ չարժի անել, որ օրինակ կպատկերացնեի, որ Վրաստանի հոգևոր առաջնորդի Իլիա երկրորդի նկատմամբ քրեական գործ հարուցվել։ Կպատկերացնեիք, կամ Ռուսաստանում Ալեքսեյ երկրորդի նկատմամբ, կամ Հռոմի Պապը, կամ շեմ Կոնստանդնապոլիսի պատվիարքի նկատմամբ կպատկերա։ Ես չեմ ուզում այդ դաշնությունեմ, որովհետև չի կարա նման բան լինի, որ մի հատ է համեմատեմ։ Սենց բան կարա մենակ ստե լինի։ Իսկ խի կարա մենակ ստե լինի, որովհետև մարդիկ մտածում են սենց։ Ու նկատի ունեմ մեր էլիտան, լավ, ես ձեւ ձակետեմ։ Որ Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին մի հատ ուժեղ միտքեր ասել 2008 թվականի շարժման ժամանակ էր։ Ասեց հաղթում է զուսպը, հաղթում է ինքնավստահը, այլ ոչ թե հախուռնն կամ խելագարը։ Լևոն Տեր-Պետրոսյան։ Ժողովուրդ ջան, այդ ժամանակներն անցել են։ Նախ այն ժամանակ էլ չհաղթեց զուսպը։ Չեղավ, զուսպը չհաղթեց։ Կամ եթե նայենք զուսպը այն ժամանակ ով էր, որ զուսպեր հաղթեց։ Բացարձակապես ընդդիմությունը չէր, որ զուսպեր ու հաղթեց։ Նրանք էին զուսպ ու հաղթեցին։ Տենց հանգիստ, տենց իմացան ինչ են անում, արեցին տարիներ ձգձգվեցեն շարժումը, պտտին, ամեն ինչ մարեց եւ սա անցավ գնաց։ Հետո եկավ 2018 թվին այդ ամենը դուրս գցեց, բայց հետ գամ։ Հիմա, սիրելի հայրենակիցներ, չի հաղթում զուսպը եւ չի հաղթում համբերատարը։ Իմ մոտ տպավորություն կա, որ մեր հոգեորականների մոտ տարբեր քաղաքական շրջանակներում մտածում են, որ մենք զուսպ, հանգիստ, այսպես մնանք, այսպես բան անենք, բան մենք կհաղթենք։ Չէ, ժողովուրդ ջան, դուք չեք հաղթելու։ Չեք հաղթելու դուք։ Որտեղ հիմա չի հաղթում զուսպը, հիմա հաղթում է անզուսպը, հաղթում է հախուռնը, հաղթում է խելագարը։ Տեսեցիք ով է հաղթում հիմա։ Եվ տենց է լինելու։ Հիմա չեք հավատում։ Հիմա այս ամիսները կանցնենք կտենակ, որ էլի ես ճիշտ էի։ Ինչի՞։ Որտեղ դուք չեք լսում, որտեղ բացատրում են ասում են ինչա պետք անել, ոնց է։ Դուք չեք լսում։ Ես արդեն 2 ամիս կլինի, 3 ամիս կլինի, 4 ամիս կլինի, որ անդադար բացատրում եմ թե ինչա պետք անել։ Որտեղ յուրաքանչյուրը մտածում է, որ ինքը տենց իրանք գիտեն ինչ պետք է անեն։ Դուք եք ասում, որ դուք գիտեք ինչ պետք է անեք, ոնց արել են, որ ամեն անգամ թարսա դուրս գալիս ամեն ինչ։ Դե գիտեք անեիք, բարեք, ուր եք, բայց չկաք, ոչ մի չեք անում։
թե բա հաղթում է համբերատարը։ Մենք համբերատար, այսինքն մենք կուր ենք, բան։ Ուրեմն ես ձեզ ասեմ, մինչև ընտրություններ, շատ էքսեսներ չեն սպասվում եկեղեցու դեմ պայքարի շրջանակներում, ուղղակի թույլ չեն տա ժողովը տեղի ունենա, թույլ չտվեցին արդեն։ Հիմա կարող փորձեն օնլայն անեն, այդտեղ մի բան կմիջամտեն, բայց անդադ մի բան կլինի։ Եվ ես ասեմ իշխանության մեջ ինչ են խոսում։ Ուզում եմ վեհապար հայրապետը իմանա սրա մասին։ Ասում են, իրանք պնդում են, ասում են Գարեգին երկրորդը կաթոլիկոս չի, չէ՞։ Մենք բոլորս ասում ենք կաթոլիկոս է Գարեգին երկրորդը, եւ բոլորը գիտեն, որ ինքն է կաթոլիկոս։ Իրանք ասում են, չէ, ինքը չի։ Եվ հետո գիտեք ինչ են ասում։ Ասում են, դե եթե ինքն է, քանի արքեպիսկոպոսը այս պահին դուրս եկել իր դեմ իր հրաժարականը պահանջում, որոնց անվանում է Միքայել Սրբազանը տիրադավներ հայտնի։ Այդ տիրադավներից քանիսն են կարգալույծ արվել։ Մեկը։ Բա մնացածները խի չեն կարգալույծ արվել։ Օրինակ Կճոյանը, ամենագլխավորը։ Բա խի չեն արվել։ Եվ իշխանության ներսում խոսում են, ասում են Ախմեդ ջան, ինքը չի կաթողիկոսը։ Նիկոլն է կաթողիկոսը։ Որտեղ Նիկոլն է ասում, որ տիրն են տիրադավ, չեն լինում տիրադավ։ Նիկոլն ասում է, իրանք Սրբազան են։ Վերջ։ Վերջ։ Ես չեմ համարում, որ նա կարգալույծ եղած է։ Վերջ։ Դատանն էլ ասում է կարգալույծ եղած չի։ Այդ մարդը դատային թուղթ տվերակալ ասում է, ես Սրբազան եմ։ Դրա հիման վրա դե քրական գործ են հարուցում։ Պետք է բոլորին էլ կարգալույծ արվեր։ Եվ այս խնդրեմը քաղաքական է, այս խնդրեմը հավատքի հետ կապ չունի։ Այս խնդրեմը գանձերի հետ կապ չունի, կաթողիկոս յաթորը փոխելու հետ կապ չունի։ Այս խնդրեմը ոչ մի բանի հետ ինչ որ քննարկում դրանց հետ կապ չունի։ Այս խնդրեմը քաղաքական խնդրեմ է։ Ինքը պետք է լուծվի քաղաքական։ Եվ քանի դեռ քաղաքական տեքստեր չեն ասվելու, քանի դեռ քաղաքական տեքստերի փոխարեն պետք է ասվի, որ հաղթում է զուսպը, հաղթում է համբերատարը, բան, մենք հանգիստ կմնանք։ Ախր անհնար է եկեղեցուն հաղթել։ Ես էլ եմ համաձայն, որ եկեղեցուն անհնար է հաղթել։ Այստեղ եկեղեցուն չեն հաղթում։ Այստեղ ուրիշ բան է տեղի ունենում։ Եթե սենց շարունակվի, ասես քարշ են տալու այդ ժամանակը, հունիսի 7-ից հետո դժոխք են սարքելու։ Ես չգիտեմ, հայարակելական եկեղեցուց ինչ կմնա այդքանից հետո։ Ինչ կկոչվի։ 67856 անգամ բացատրել ենք, թե արտաքին քաղաքական ինչ նշանակություն ունի, ներքաղաքական ինչ նշանակություն ունի։ Դեռ շարունակում են մարդիկ պնդել, որ կարմիր գծեր, չէ որ դե ամեն գիծ չի, որ կհաղթա կբան կանեն բան։ Հիմա դիմեմ, որ անհավատներին եմ դիմում։ Բոլոր այն մարդկանց, ովքեր իրանց հայ են համարում, 102-ից դուրս եք գալիս, դուք ձեզ հայ համարելով ասում եք, ով է ձեր կաթողիկոսը, ասում եք Գարեգին երկրորդը։ Որն է ձեր եկեղեցին, անգամ եթե անհավատ եք, կնքված եք, ասում եք հայ առաքելական սուրբ եկեղեցին։ Որտեղ դրսեմ դուք տենց եք ներկայանում։ Դուք ուրիշ ձևի չեք կարող ներկայանալ։ Եվ իմացեք, հիմա դրսեմ բոլորդ խայտարակ եք եղել։ Եվ ընդհանրապես էական չի։ Դուք ում եք հավանում, ում չեք հավանում, ում եք սիրում, ում չեք սիրում։ Կճոյանի դավանանքի հետևորդ եք, թե ինչի հետևորդ եք։ Բացարձակապես է դուք հայ ազգով ամբողջ ազգությամբ խայտարակ եք լինում։ Ամբողջ ազգությամբ։ Սփյուռքիցերը իշխանությունը թող նամակ գրեն։ Չի ազդելու Հայաստանում որևէ ձևով չի ազդելու։ Ուզում եմ միլիարդատեր նամակ գրեն, ուզում եմ տրիլիոնատեր հայերը չկան։ Միլիարդատեր են, միայն դե թող գրեն, իշխանությունը գրեն։ Դա էլ երեգեր նամակը թե առաջ օր, դա դրա մասին։ Այնպես որ սիրելի ընկերներ, հարգարժան հյուրեր, այդ օպտիմիզմը, այդ որ կարմիր գծեր կան, սահմանը չեն անցնի, չգիտեմ ինչ բան, այս բանը թարգը տվեք։ Ուղղակի թարգը տվեք։ Սա քաղաքական գործընթացը, քաղաքական լուծումներ է պահանջում։ Քաղաքական լուծումի առաջարկը տրված է։ Տրված է։ Էլ ոնց ասենք, տրված է։ Չեք ուզում այդ լուծումը, խնդիր չկա, սպասեք, տեսեք, հաջորդին կանխատեսումը ոնց է ամիսների ընթացքում տեղի ունենալու, թող ոչ ոք չնեղանա։ Պարզա որ մենք եւ դատապարտում ենք, եւ պաշտպանել ենք, եւ պաշտպանում ենք, մինչեւ վերջի խազը կանգնած ենք մեր առաքելական սուրբ եկեղեցու կողքին։ Երկու շաբաթ առաջ Ստրասբուրգում նաեւ ներկայացրել եմ ամբողջ խնդիրը համազեկուցողներին, համազեկուցողներից պահանջել եմ գան Հայաստան հանդիպեն կաթողիկոսին։ Բայց այս գործը բանա, սա համաեվրոպական աշխատանքով լուծվող գործ չէ, այստեղ է պետք լուծել, այստեղ։ J.D. Vance-ին է որ նամակներ էին գրում մարդիկ, եւ միակ մարդը ես էի որ նամակ չեմ գրել J.D. Vance-ին։ Այդտեղ չի լուծում այս գործը։ Այսքանն է ուզում ասել, խնդրում եմ տարածեք, միացեք դատապարտմանը մեր եկեղեցու դեմ պայքարի քրեական գործերով, եսին վարկաբեկման բաներով, այս հայտարարակ պայքարը, որ մղում է իշխանությունների կողմից, դատապարտեք յուրաքանչյուրդ այնպես ինչպես կարող եք, ոնց կարող եք դատապարտեք, որովհետև այն ուղղակի ծայրահեղ հայտարարություն է
եւ մնալու է պատմության մեջ։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։